Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ ու սեր առավոտից բարի լույս, բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր, ուրախ ենք միասին սկսել նոր աշխատանքային առավոտ եւ միասին ճանապարհել եւս մեկ աշխատանքային շաբաթ։ Այո, այսօր ուրբաթ է, ժամը 9-ից է արդեն 31 րոպե, տաղավարում ձեզ համար Սևակ Հակոբյանն ու Վեգա Անդրեասյանն են աշխատում եւ առաջիկա 1.5 ժամվա ընթացքում անելու են ամեն ինչ, որպեսզի աշխատանքային շաբաթվա վերջին օրը սկսվի ճիշտ տրամադրությամբ, ճիշտ մեկնարկ ունենանք։ Այո, միացեք մեզ, 1.5 ժամ կլինենք միասին ուղիղ եթերում, հետաքրքիր նորություններով, տեղեկատվությամբ, լավ երաժշտությամբ եւ իհարկե մեզ կարող եք ոչ միայն լսել, այլև դիտել։ Այո, մենք ուղիղ հեռարձակմամբ հենց այս պահին Facebook-ում ենք եւ մեր կայքում armradio.am երկու հարթակներում էլ ունենք մեկնաբանություններ գրելու հնարավորություն, այնպես որ անպայման գրեք մեզ, մենք եթերում մեծ սիրով կարդում ենք ձեր բոլոր մեկնաբանությունները։ Միացեք մեզ 107.7 հաճախականություն, ինչպես Վեգան նշեց Facebook-յան հարթակ armradio.am եւ իհարկե մեզ կարող եք զանգարել 553702 վերջին շրջանում կարծես թե պասիվացել են մեր ռադիո լսողները, սպասում ենք ձեր հեռախոսազանգերին, դե օրը սկսենք ակտիվ երաժշտությամբ, պատրաստեք ձեր սուրճը, թեյը, նախաճաշը, մարզվեք, եթե կարող եք ձեզ դա թույլ տալ եւ այդքան կարգապահ եք ու զուգահեռաբար այս ամենին շարունակեք լսել մեզ։ Նրանք ինը խմեցին, թուրը խաչկա պահեցին, հարցն ու պեսն ծնկեցին, տակ խորի տակ վերցուցին, նրանք ինը խմեցին, թուրը խաչկա պահեցին, հարցն ու պեսն ծնկեցին, տակ խորի տակ վերցուցին, բարբերն շիրանի, նանեն կեզի հերանի, բարբերն շիրանի, նանեն կեզի հերանի, բարբերն շիրանի, նանեն կեզի հերանի, բարբերն շիրանի, նանեն Սուրճ ու սեր առավոտից։ 9:35 շարունակում եք հետևել մեր ուղիղ հեռարձակմանը, պարզվեց տեխնիկական խնդրի պատճառով այս բանին հասանելի չէ մեր տեսա եթերը Facebook-յան հարթակում եւ կայքում, բայց ավելի լավ մեզ այս անգամ լսեք ավանդական տարբերակով եւ կապելով օրվա թեմայի հետ մի րոպե առաջ շուտ ասելով դրա մասին, այսօր
հեռախոսից հրաժարվելու օրն է, Այո։ այնպես որ միգուցե դա է պատճառը, որ այսօր մեզ չեք կարող դիտել։ Այո, նշան է, այսօր աշխարհում նշվում է հեռախոսից, բջջային հեռախոսից հրաժարվելու օրը, թե ինչու է այսօրը սահմանվել որպես կարելի ասել տոն կամ հատուկ նշանակության օր, եթերի ընթացքում դեռ կպարզենք, այս թեմայով կունենանք հյուրեր, հետաքրքիր փաստեր, բայց մինչ այդ ծանոթանանք օրվա այն կարևոր տեղեկատվությանը, որ տանից դուրս գալուց առաջ հաստատ չի խանգարի իմանալ։ Այո, սկսենք եղանակի տեսությունից եւ տեսնենք թե ինչ է սպասվում այսօր թե մայրաքաղաքում, թե մայրաքաղաքից դուրս հանրապետության տարածքում։ Այսօր առանց տեղումների եղանակ է կանխատեսվում եւ ասենք քամին հարավարևմտյան է 2-ից 5 մետր վարկյան արագությամբ, օդի ջերմաստիճանը այսօրվանից մինչեւ փետրվարի 9 աստիճանաբար բարձրանալու է 6-ից 10 նիշով։ Երևանում եւս տեղումներ չեն կանխատեսվում, տեղումներ կլինեն ուիկենդին, շաբաթ-կիրակի օրերին եւ արդեն վերջապես ամբողջությամբ պլյուս է, ցերեկը +5-ից +7, երեկոյան 1-ից 3 աստիճան տաքություն է կանխատեսվում, իսկ ահագիշերը կլինի 0-ից 2 աստիճան տաքություն։ Ուխ։ Եվ այս պահին, բայց այս պահին դեռ մինուս է, եթերի ընթացքում կթարմացնենք եւ վստահենք, որ կհասնենք համատեղ պլյուսին, դեռ -2 է, մասամբ անպամած, բայց ընդհանուր առմամբ արդեն այն խստաշունչ ցրտերին իսկապես հրաժեշտ ենք տվել, ինչի առիթով շատ ուրախ ենք։ Հուսամ դրանք չեն վերադառնա, Այո։ խիստ կասկածում եմ, բայց ամեն դեպքում ավտոճանապարհների մասով նույնպես նորությունները լավն են։ Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են շարունակում մնալ միայն Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերտ ամրոց եւ Քարիլիչ տանող ավտոճանապարհները, Վարդանյանց լեռնանցքը դժվար անցանալի է կցորդով բեռնատարների համար, Սյունիք Տաթև ավտոճանապարհը եւ Սարավան Զանգեր հատվածը փակ են կցորդով բեռնատարների համար, իսկ Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ դեռ արկա է մեր կասառույց։ Վարորդներին շարունակում է փրկարար ծառայությունը հորդորել երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով եւ նաեւ Լարսի մասին ասեմ, որ այն բարձ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Գանք տեսնենք ինչ պատկեր է մեր մայրաքաղաքում, խցանումային նիշը այս պահին 6 է, քաղաքը այսօր բավական ծանրաբեռնված էր, աշխատանքի գալիս մենք էլ համոզվեցինք, կան նաև պատահարներ ըստ քարտեզի, դե առաջին հերթին կենտրոն եկող պողոտաներում կա խցանում, դա Իսակովի պողոտան է, այստեղ Կոմիտասը եւ Բաղրամյանը ծանրաբեռնված են, Սարալանջի հատվածում եւ հարակից նեղ պողոցներում կրկին երթևեկությունը բավական դժվար է առաջ շարժվում, որոշ տեղերում կարելի ասել կանգնած է։ Կորյուն փողոցում երկկողմանի կա խցանում, Կորյունին հատվող Տերյան փողոցում եւս կա երթևեկության դանդաղ ընթացք, Բաղրամյան փողոցը ազգային ժողովից դեպի օպերա շարժվող ուղղությունը ծանրաբեռնված է, նույնը նաև բարեկամության հատվածում, Կիևյանից դեպի բարեկամություն եւ բարեկամությունը արդեն Բաղրամյանով ներքև իջնող հատվածում կան խցանումներ, ինչպես նշեցի, մի քանի վայրերում կան ճանապարհատրանսպորտային պատահարներ, որոնցից մեկ օրինակ հենց Հանրապետության հրապարակում է եւ դրա պատճառով կարծես թե Վազգեն Սարգսյան փողոցը դեպի հրապարակ շարժվող ուղղությունը ծանրաբեռնված է, Տիգրան մեծ փողոցը եւ հրապարակից արդեն դեպի Սախարով բարձրացող Նալբանդյանը, Սախարովի ուղղությամբ վերև ներքև բոլոր հատվածները ծանրաբեռնված են, այդ թվում Վարդանանցը, այստեղ շատ մուգ գույնի է քարտեզը ցույց տալիս, մի խոսքով այսօր ծանր է իրավիճակը մայրաքաղաքի փողոցներում, դե Աթենքի փողոցը Բրազիլիայի հրապարակից դեպի կամուրջ սիրելի վարորդներ եւ ուղևորներ, մեր հորդորը մեկն է՝ մի լարվեք, նյարդեր ավելորդ մի քայքայեք, հաճախ խոցանումների մեջ ոչինչ անել չեք կարող, պարզապես միացեք մեզ, այսօր ավանդական ճանապարհով ենք ապահովում կապը 55-37-02 այս հեռախոսահամարով զանգահարում եք, քանի որ մեկնաբանությունները դեռևս հասանելի չեն, զանգահարեք մեզ այս հեռախոսահամարով եւ թեթևացնենք միասին խցանումները։ Մինչ այդ բոլոր այն մարդկանց համար, որոնք այսօր ֆինանսական գործարքներ են պլանավորում, տարադրամի
օրվա փոխարժեքներին ծանոթացնեմ, ըստ կենտրոնական բանկի ամերիկյան դոլարն այսօր համարժեք է 378 դրամի եւ 0.1 լումայի, 445 դրամ եւ 56 լումա է եվրոն, 4.9 ռուսական ռուբլին, վրացական լարին 140 դրամ է 45 լումա, 515 դրամ 64 լումայի է համարժեք բրիտանական ֆունտ ստերլինգը, դե իսկ դիրհամն այսօր 102 դրամ է, իջել է ահագին 92 լումա։ Մենք արդեն ունենք հեռախոսազանգ, Ինչի արդեն շատ ուրախ ենք։ Տեսնենք ով է միացել։ բարի լույս։ Բարև ձեզ։ Լավ ենք, Տիկինանայի դուք եք։ Իհարկե, Ահա։ Դուք ինչպես եք։ Լավ չէ լսել ձայն։ ձեզքան անհանգստացած, Իսկապես։ ոչ դեր խոնար ծառան։ Շատ ուրախ ենք, որ զանգահարել։ Հարգարժան հաղորդավարներ, ես սիրում եմ միշտ կարգու կանոն պահել, բայց այսօր մի փոքր խախտելու եմ ձեր թույլտվությամբ, բայց վատ բանով չէր։ Ուրեմն այսօր իմ եղբոր ծննդյան օրն է, Հրաշալի է։ Այն զինծառայողը, զինվորը, այսօր լրանում է իմ եղբոր Արման Ավետիսյանի ծննդյան 45-ամյակը, ես ուզում եմ շնորհավորել եւ իմ ընտանիքի կողմից, իմ անձամբ կողմից իմ եղբորս ուզում եմ առողջություն մաղթել, խաղաղություն նրա գլխավերևում, որ երբեք թողնա դժվար օրեր չտեսնի, ինչպես տեսան գրեթե 6 տարի առաջ եւ նրանք իրաց մասնակցությունը բերեցին, բայց դրա մասին չենք խոսում, ուզում եմ առողջ լինի իմ եղբայրը եւ թողներ միշտ նա լինի իր ընտանիքի իր երեխաների կողքին, իսկ ես որպես քույր ընդհանրապես ուրախանամ այս ամենով, միայն սա եմ ես ուզում Աստծոց ու ամենակարևորը առողջությունն է, որ բոլորիս հետ լինի եւ Սևական Վեկաջան, ես չգիտեմ դուք հաջորդ կատարումը ինչ կհնչեցնեք, ես էլ դա կընդունեմ որպես ձեր կողմից մեծ նվեր եւ ուզում եմ խնդրել մեր վարորդներին, սիրելի վարորդներ, միշտ ապեկելի ուր եք այսքան շտապում, հասկանում եմ աշխատանքի ժամ է եւ ես բառը Ես մեկ մեր զինծառայության մեկնողներին եմ ասում, մեկ էլ մեր վարորդներին, իշեք, որ ձեզ տանը սպասող կա։ Շնորհակալ եմ ձեզ շատ եմ սիրում, մաղթում եմ մեր աշխատանքային շաբաթը բարձր տրամադրությունով ապահովելը միշտ լինի դա ձեր օրակարգի գլխավոր հարցը, իսկ ձեզ մաղթում եմ հաճելի հանգստյան օրեր, շատ եմ ձեզ սիրում։ Մենք էլ շատ շնորհակալ ենք, միանում ենք շնորհավորանքներին, մենք նույնպես շնորհավորում ենք եւ լսենք Այո, շնորհավորում ենք կատարում։ ոչ միայն ձեր եղբորը, այլև բոլոր նրանց, ովքեր այսօր նշում են իրենց տարեդարձը կամ որևէ առանձնահատուկ տոն, թող օրը իսկապես լինի հիշվող եւ անակնկալներով լի։ Այսօր տոնն է, ծննդյան քորն է
Սուրճ ու սեր առավոտից։ 9:47 բարի լույս բոլորին, ովքեր նոր միացան, ուրախ ենք, որ առավոտը սկսում եք մեզ հետ։ Այսօր տոն է հատկապես մարզասերների համար, որովհետև այսօր տեղի կունենա ձմեռային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը Միլանում, եւ դա իսկապես տոն է ոչ միայն մարզասերների եւ մարզիկների համար, այլև մեծ շոուների սիրահարների համար, որովհետև տարիներ շարունակ օլիմպիական խաղերի թե բացման, թե փակման արարողությունները աչքի են ընկել իրենց ճոխությամբ, նորարարությամբ, վերջին տարիներին հատկապես դժվար է մարդկանց զարմացնել, որովհետև մեծ դեկորացիաները, շոուները կարծես սովորական են դարձել եւ նման միջոցառումների կազմակերպիչները փորձում են անել այնպիսի բաներ, որ դեռ երբեք չենք տեսել։ Այո, եւ Սան Սիրո մարզադաշտում, ինչպես արդեն Սևակը նշեց, տեղի կունենա արդեն 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը եւ մենք նույնպես ունենք մարզիկներ։ Այո, ամենակարևորը։ 5 ներկայացուցիչ ունենք, որոնք 3 մարզաձևում կպայքարեն։ Ծանոթացնենք երևի ժամանակացույցին, որ իմանաք թե որ օրերին է պետք միացնել հեռուստացույցը եւ առանձնահատուկ այո, ոգևորությամբ ոգևորությամբ հետեւել։ Այսօր մեր ժամանակով 23:00-ին կարող եք հետեւել բացման արարողությանը։ Վաղը արդեն ամսի 7-ին 16:00 կանանց պայքարում դահուկավազքի կմրցի Կատյա Գալստյանը դասական եւ ազատ ոճերում։ Փետրվարի 8-ին 15:30 էլի դահուկավազք տղամարդկանց պայքարում Միքայել Միքայելյանը կմրցի դասական ազատ ոչ 20 կիլոմետր սկիաթլոն։ Փետրվարի 12-ին կրկին Կատյա Գալստյանը արդեն 10 կիլոմետր, փետրվարի 13-ին Միքայել Միքայելյան, փետրվարի 14-ին 13:00 Հարություն Հարությունյան, հսկա ոլորավայրեջք։ Նույնիսկ վախենալու է հնչում, պատկերացնում եմ ինչքան բարդ է իրականացնելը։ Փետրվարի 15-ին Գեղասահ սպորտային զույգ ունենք Կարինա Ակոպովա, Նիկիտա Ռախմանին, իմ ամենասիրելի մարզաձևերից մեկը, 22:45 սա տեղի կունենա փետրվարի 15-ին, այս ամենը Երևանի ժամանակով բնականաբար։ Փետրվարի 16-ին ունենք Լեռնա դահուկ, տղամարդկանց պայքար, Հարություն Հարությունյան, էլի ոլորավայրեջք, 23:00 կրկին Գեղասահ, մեր սպորտային զույգը Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը ազատ ծրագրով հանդես կգան։ Ահա, այս ամենի մասին իհարկե մենք ամեն առավոտ ձեզ կհիշեցնենք, եթե այդ օրը ունենք մարզիկներ, որպեսզի բաց չթողնեք նրանց մրցելույթները, չնայած գիտեմ նաև մարզասերները միշտ են հետևում, հատկապես իրենց սիրելի մարզաձևերին, անկախ նրանից, թե այդ օրը ունենք հայ ներկայացուցիչ թե ոչ։ Մի քանի հետաքրքիր փաստեր այսօրվա բացման արարողության մասին, այս տարվա թեման հարմոնիան է, միավորում, խաղաղություն, միասնականություն եւ ինչպես միշտ բացումը աչքի ընկնում նաեւ հետաքրքիր եւ ճանաչված արտիստների մասնակցությամբ այսօր սպասվում է Մրայա Քերի, Անդրեա Բոչելի, Լաուրա Պոզինեի եւ նաեւ դաշնակահար Լանգլանգի ներկայությունը, այնպես որ կարծում եմ նաեւ հետաքրքիր կատարումներ են սպասվում եւ այո, ինչպես նշեցինք, դա տեղի ունենալու Միլանում եւ մարզադաշտում, որը կոչվում է Սան Սիրո։ Այո, ես ֆուտբոլասերներից եմ այս մարզադաշտի անունը շատ լավ ֆիքսել, այնպես որ իսկապես սպորտի երկրպագուների համար այսօր մեծ տոն է, չնայած գիտեմ մարդիկ, որոնք նույնիսկ եթե խաղերը չեն դիտում, միևնույն է այդ բացման արարողությանը ներողություն ուշի ուշով հետևում են։ Եվ գանք օրացույցին, հետաքրքիր է, որ 1968 թվականի էլի այս օրն է տեղի ունեցել ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը, դա կարծես թե 10-րդը, եւ 36 թվականին էլ 4-րդ ձմեռային օլիմպիական խաղերը, դա Գերմանիայում, իսկ 68 թվականին Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում են մեկնարկել օլիմպիական խաղերը։ Ահա, ծնունդներին օրվա անդրադառնանք, նախ Ամերիկայի 40-րդ նախագահը Ռոնալդ Ռեյգանն է ծնվել այսօրը 1911 թվականին։ Եվ միջազգային ճանաչում ունեցող եւ ցավոք կյանքից հեռացած երգիչ Բոբ Մարլին, որը համարվում է ռեգի աստվածը, ճակերտավոր ասած, ռեգի ոճի մեջ լավագույնը, եթե ասում են ռեգի, առաջինը բոլորիս մտքին գալիս է Բոբ Մարլին իրականում։ Կինոյի լեգենդ, ֆրանսիական կինոյի լեգենդ, ռեժիսոր, սցենարիստ, դերասան Ֆրանսուଆ Տրուֆոն 1932 թվականի այսօրն է ծնվել։
Այնպես որ եւս մեկ անգամ շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր ծնվել են այսօր եւ հիշեցնում մեր օրվա թեման ոչ պաշտոնական տոնը, դա հեռախոսից հրաժարվելն է։ Վեգա, երբեմն լինում է քեզ մոտ այդ պորտկումը, որ այ ես էլ պետք է մի քանի ժամ չասեմ գոնե րոպե հրաժարվեմ հեռախոսից։ Պորտկումը միշտ է լինում, ամեն անգամ երբ հասկանում եմ, թե ինչ աստիճանի է հասել իմ հեռախոսային կախվածությունը, բայց թե որքանով է ստացվում, ցավոք այդ մասով լավ բաներ ասել չեմ կարող, շատ դժվար է կտրվել այս փոքրիկ քառակուսուց։ Այո, եւ արդեն այն իրավիճակում ենք, երբ գոնե փորձում ենք, եթե այդ փոքրիկ քառակուսու մեջ ենք, մեզ մխիթարել, որ այդ բանին կարևոր բան ենք անում, այլ ոչ թե ուղղակի թերթում ենք օրինակ newsfeed-ը կամ Instagram-յան grid-ը եւ ուղղակի րոպեներ սպանում։ Սա իսկապես լուրջ խնդիր է, բայց ինչ որտեղ նաեւ հանգամանքներն են մեզ անընդհատ բերում դրան, որովհետեւ արդեն ամեն ինչ կենտրոնացել է հեռախոսի մեջ։ Այո։ Առանց դրա էլ հնարավոր չէ, եւ եթե մարդիկ օրինակ մեզ կապի դուրս չեն գալիս ժամերով, արդեն նեղվում ենք, որտեվ դե հնարավոր չի, չէ՞։ Այո։ Հատկապես երբ գիտես, որ մարդու ձեռքին է անընդհատ հեռախոսը, այո, ես էլ եմ երբեմն ինձ մխիթարում, որ դե կարևոր բան եմ անում, բայց օրինակ առողջությունս, աչքերս, տեսողությունս, աչքերի ցավը, նրանց համար միևնույն է, դու կարևոր բան ես անում, թե պարզապես թերթում ես, այնպես որ սա խնդիր է։ Ահա, այդ պատճառով այսօր մենք ուղիղ հեռարձակում չունենք Facebook-յան հերթակում եւ այդ առիթով, այո, եկեք մի անհանգստացեք, այլ եղեք երջանիկ, ինչպես երգում է Bob Marley-ն։ Here's a little song I wrote. You might want to sing it note for note. Don't worry. Be happy. In every life we have some trouble. But when you worry, you make it double. Don't worry. Be happy. Don't worry. Be happy now. Don't worry. Be happy. Don't worry, be happy. Don't worry. Be happy. Don't worry, be happy. Ain't got no place to lay your head. Somebody came and took your bed. Don't worry. Be happy. The landlord say your rent is late. He may have to litigate. Don't worry. Be happy. Look at me, I'm happy. Don't worry. Be happy. I give you my phone number. When you worry, call me. I make you happy. Don't worry. Be happy. Ain't got no cash, ain't got no style, ain't got no gal to make you smile. But don't worry. Be happy. Cause when you worry, your face will frown, and that will bring everybody down. So don't worry. Be happy. Don't worry. Be happy now. Don't worry. Be happy. Don't worry, be happy. Don't worry. Be happy. Don't worry, be happy. Now there is this song I wrote. I hope you learned it note for note like good little children. Don't worry. Be happy. Listen to what I say. In your life expect some trouble, but when you worry you make it double. Don't worry. Be happy.
Don't worry, be happy. Don't worry, be happy. Don't worry, be happy. Don't worry, don't do it. Be happy. Put a smile on your face. Don't bring everybody down like this. Don't worry. It will soon pass, whatever it is. Don't worry, be happy. The station with the best music. Best music. I love the music. Best music. Օրվա հոբելյարին էինք լսում Բոբ Մարլին, որը երգում էր մի անհանգստացեք եղեք երջանիկ, մենք հիմա կողջունենք մեր գործընկերոջը Մարլենային, որը շուտով կներկայացնի ժամի լրահոսը, բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Մարլենը պարզվում է այսօր աշխարհում նշում են հեռախոսից հրաժարվելու օրը, սահմանվել է օր, երբ մեզ փորձում են փրկել մեր կախվածություններից, ստացվում է։ Շարունակեմ Բոբ Մարլիի թեման, չանհանգստանալու եւ երջանիկ լինելու համար երբեմն ընդամենը անհրաժեշտ է բոլոր գadgetները դնել մի կողմ եւ փորձել տեսնել այն ինչ շուրջը կատարվում է լավ բնություն, հիմա գարնանային եղանակ է եւ հեռախոսը շատ հաճախ, այդ թվում դրսում երթևեկող կամ որևէ փոխադրամիջոցով երթևեկող մարդկանց խանգարում է, որովհետեւ բոլորը հեռախոսի մեջ են, այո, եւ չեն կարողանում տեսնել ինչ է կատարվում։ Ես ինքս եթե աշխատանքի բերումով չունեմ անհրաժեշտություն լինել տեղեկացված աշխատում եմ հեռախոսը ձեռքից չպայել եւ այդ օրերին ինձ մեր նախկին այսպես փոքր հեռախոսները, որոնց gadget չէին, smartphone չէին, ինձ լրիվ բավարար կլինի միայն զանգահարելու հարազատ մարդկանց հետները մի քանի րոպե կապի լինելու եւ զրուցելու համար։ Հետաքրքիր է ամենաշատ օգտագործող հավելվածները որոնք են ձեր հեռախոսում, եթե դա շաբաթ-կիրակի չէ եւ աշխատանքային օր։ Ես շաբաթ-կիրակի ընդհանրապես նորից եմ ասում, աշխատում եմ չվերցնել հեռախոսը ձեռքս, ամենաշատը մուլտֆիլմեր են դիտում իմ հեռախոսով շաբաթ-կիրակի, որտեվ տղայիս ձեռքին է լինում հեռախոսը։ Իմ դեպքում շաբաթ-կիրակիները հակառակ ամենաշատ screen time, այսինքն էկրանային ժամանակ ունեցող օրերն են, քանի որ աշխատանքը գոնե շեղում է, հեռախոսի փոխարեն համակարգչի մեջ եմ լինում։ Դե ինչ տեսնենք ինչ է կատարվել վերջին 1 ժամում Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից դուրս Ռադիո Լուրի ժամը 10-ի թողարկումը լսենք։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Խոսում է Երևանը, բարև ձեզ հանրային ռադիոյի ուղիղ եթերում ռադիո լուրն է, ստուդիայում աշխատում է Մարլենա Հավսոփյանը։ Աբու Դաբիում 3 տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Վերջինս համոզմունք է հայտնել, որ խաղաղության արդյունքում ստեղծված նոր հնարավորությունները թույլ կտան տարածաշրջանում ձևավորել համագործակցության նոր մակարդակ։ Էմիրությունների նախագահը ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է խորացնելու եւ ընդլայնելու Հայաստանի հետ տարբեր ոլորտներում կապերը։ Վարչապետ Փաշինյանն իր հերթին նշել է, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է Էմիրությունների հետ առևտրատնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումը, ընդգծել է, որ դրա համար առկա է մեծ ներուժ եւ այն իրացնելու անհրաժեշտ կամք։ Հայաստանի վարչապետի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի ներկայությամբ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը եւ Էմիրությունների արտաքին առևտրի նախարար Թանի բին Ահմեդ Էլ Զեյուդին ստորագրել են Հայաստանի եւ Էմիրությունների կառավարությունների միջև ծառայությունների առևտրի եւ ներդրումների մասին համաձայնագիր։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը աղոթքի նախաճաշի իր ելույթում կրկին անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, նշելով իրեն հաջողվել է կարգավորել հակամարտությունը։ 1 տարում ես հարթել եմ կատաղի պատերազմներ, ինչպիսիք էին Կամբոջայում եւ Թայլանդում, Կոսովոյում եւ Սերբիայում, Պակիստանում եւ Հնդկաստանում, Իսրայելում եւ Իրանում, Հայաստանում եւ Ադրբեջանում պատերազմները, նշել է նա։ Կրկին հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իրեն զանգահարել է Ադրբեջանի
եւ Հայաստանի հարցով եւ ասել. «Ես 10 տարի եմ աշխատել այդ ուղղությամբ, ինչպես դու դա արեցիր»։ Ես դա արեցի, նրանք երկու հրաշալի առաջնորդներ են, որոնք երկար տարիներ կռվում էին միմյանց դեմ եւ մենք շատ արագ լուծեցինք հակամարտությունը, կարծիք է հայտնել Թրամփը։ Հայաստանի եւ Ռուսաստանի բարեկամության ավանդույթները էական ներդրում կարող են ունենալ խաղաղ եւ բարգավաճ Հարավային Կովկաս կառուցելու գործում, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը ասել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Մենք շահագրգիռ ենք, որպեսզի բարեկամության բազմադարյա ավանդույթները ամրապնդվեն, դա բխում է մեր ժողովուրդների եւ պետությունների շահերից, էական ներդրում է ունենում խաղաղ եւ բարգավաճ Հարավային Կովկասի կառուցման գործում, ասել է Վալենտինա Մատվիենկոն։ Երեք ազգային ժողովի նախագահը եւ ռուսաստանցի պաշտոնյան քննարկել են մի շարք հարցեր, որոնք առնչվում են հայ-ռուսական հարաբերություններին։ Ընկալումը, որ Հայաստանը փորձում է փոխել ուղղությունը մի բևեռից մյուս բևեռ, սխալ է, Մոսկվայում երեք հայտարարել է ազգային ժողովի խոսնակը։ Նա նշել է Հայաստանը չի լինելու որևէ բևեռում եւ չի լինելու հակադիր բևեռում։ Պատասխանել է լրագրողի հարցին, թե Երևանը մտավախություն չունի արդյոք, որ Մոսկվան երես կթեքի Երևանից, քանի որ Հայաստանը փոխում է քաղաքական կուրսը։ Սիմոնյանը պատասխանել է Հայաստանը որպես ինքնիշխան պետություն իրավունք ունի հավասարակշռելու իր քաղաքականությունը։ Նա հավելել է, որ Մատվիենկոյի հետ առանձնազրույցում եւս նշել է, որ Երևանը չի պատրաստվում որևէ մեկի կողմը կանգնել կամ որևէ մեկի դեմ աշխատել։ Տեղեկացնենք նաեւ, որ երեք Մատվիենկոն եւ Սիմոնյանը քննարկել են բեռնատարների հայ վարորդների խնդիրները, դրանց կարգավորման քայլերը։ Հիշեցնենք, օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության օրենսդրության մեջ կատարված միգրացիոն կանոնների փոփոխությունների հետևանքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդների համար խնդիրներ են առաջացել։ Առանց վիզայի Ռուսաստան մտած օտարերկրացիները այնտեղ մնալու տարեկան ժամկետ ունեն 90 օր եւ դա բավարար չէ հայ վարորդներին, քանի որ բեռնատարների վարորդները ժամանակը շատ հաճախ անցկացնում են Լարսի անցակետում։ Թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Սիմոնյանի եւ Մատվիենկոյի քննարկումների արդյունքում հաղորդագրությունում չի նշվում եւ եզրափակելով թեման հայտնենք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջխորհրդանական հանձնաժողովների հերթական նիստը կայանալու է մարտին Երևանում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այցելել է N զորամիավորմանը ենթակա նորակառույց մոդուլային տիպի զորամաս, մասնակցել է բացման հանդիսավոր արարողությանը։ Պաշտպանության նախարարությունից փոխանցում են, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է զորամասում, ծանոթացել է ստեղծված ենթակառուցվածքներին, լսարանների կահավորվածությանը, զինծառայողների կենցաղային պայմաններին եւ ծառայության կազմակերպման առանձնահատկություններին։ Այցի շրջանակում նախարար Պապիկյանը նորակառույց ճաշարանում ճաշել է եւ զրուցել է զինծառայողների հետաքրքրվել է ծառայության պայմանների վերաբերյալ նրանց տպավորություններով։ Օրվա լրահոսից այս եթերաժամի համար նախատեսել էինք այսքանը, ռադիո լուրը թարմ տեղեկատվությամբ եթերում կլինի ժամը 11-ին, ստուդիայում աշխատում էր Մարլենա Հովսեփյանը։ Սուրճ ու սեր առավոտից։ They say the holy water's watered down, and this town's lost its faith. Our colors will fade eventually, so if our time is running out, day after day, we'll make the mundane a masterpiece. Oh my love. I take one look at you, you're taking me out of the ordinary. I want you laying me down till we're dead and buried, on the edge of your knife, staying drunk on your ride. The angels up in the clouds are jealous knowing we found something so wild of the ordinary. You got me kissing the ground of your sanctuary. Shatter me with your touch, oh Lord, return me to dust. The angels up in the clouds are jealous knowing we found
touch of your knife, staying drunk on your vibe. The angels up in the clouds are jealous knowing we found something so out of the ordinary. You got me kissing the ground, sanctuary. Shadow me with your touch, oh Lord, return me to dust. The angels up in the clouds are jealous knowing we found. Սուրճ ու սեր առավոտից։ 19-ը բարի լույս սիրելի ռադիոլսողներ, ովքեր հենց նոր մեզ միացան, ուրախ ենք, որ օրը սկսում եք մեզ հետ, ովքեր 9:30-ից հետևում են մեզ, ձեզ առանձնահատուկ ողջույններ, շարունակեք մնալ մեզ հետ, ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Մենք խոսում ենք այսօր հեռախոսային կախվածությունից, որովհետև այսօր հեռախոսներից հրաժարվելու օրն է եւ ոչ այնքան լավ լուրեր ունենք այդ տեսանկյունից անձնական վիճակագրությամբ։ Միջազգային օրը կոչվում է World No Phone Day, այսինքն իսկապես առանց հեռախոսի օր եւ նպատակն է գոնե մեկ օր կտրվել սմարթֆոններից, ավելի շատ շփվել իրական կյանքում։ Այո, շատերը այդ օրը որքան էլ տարօրինակ եւ պրիմիտիվ հնչի, փորձում են գիրք կարդալ, զբոսնել, հանդիպել ընկերների հետ։ Այո։ Պատկերացնում եք, եկել է մի պահ, երբ նույնիսկ ընկերների հետ շփումը կամ ֆիլմ դիտելը պրոդուկտիվ ինչ-որ բան է համարվում։ Այո, եւ ճոխություն է։ Աշխարհում իսկապես հատկապես երիտասարդներից շատերը իրենց համարում են հեռախոսային կախվածություն ունեցող կամ գոնե չափազանց ակտիվ օգտատեր, եթե մի փոքր վիրավորական է հնչում կախվածություն ունենալ, մոտավոր ըստ տվյալների 60% աշխարհում համացանցի օգտատերների ինչ որ կերպ խոստովանել է, որ երբեմն իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, սա իհարկե պաշտոնական թվեր չեն, բայց առնվազն եթե մենք էլ մեր շրջապատում փորձենք, չէ, փոքրիկ հետազոտություն անել, նման թիվ կկարողանանք ստանալ, եւ ինչն է ամենավատը, բացի նրանից, որ այո, իրական շփումն է դանդաղում եւ մարդիկ արդեն չեն գնահատում իրական էմոցիաները, այս ամենը կարող է նաեւ առողջական խնդիրների հանգեցնել։ Առաջինը ստրես եւ տրամադրության անկում, հայտնի է, որ սմարթֆոնների անընդհատ այդ անհանգստությունը, կրկնակի ստուգումները, որ ես ունեմ notification, ունեմ նոր նամակ, լուրջ խնդիրների կարող է բերել եւ անգամ տերմին կա, չէ, FOMO, fear of missing out, այսինքն ինչ որ մի բան բաց թողնելու վախ, ինչը եւ իր հերթին բերում է ստրեսի եւ անհանգստության աճի։ Այո, դե բնականաբար ֆիզիկական առողջության վրա նույնպես վատ է անդրադառնում, աչքերի մասին արդեն խոսել ենք, բայց նաեւ ինսոմնիայի, այսինքն անքնության վատ տարածմանն է բերում, դիտարկումները ցույց են տալիս, որ հեռախոսի չափազանց շատ օգտագործումը ուղիղ կապ ունի քնի վատ որակի, նույնիսկ ուշագնաց լինելու, տնից դուրս գալու ժամանակի նվազեցման հետ, հատկապես երբ սարքը օգտագործվում է անկողնում մի բան, ինչը ցավոք այո։ Առաջինը ինչ անում ենք։ Հիմնականում այո, տեղավորվում ենք, ընտրում ենք երկար լարերով լիցքավորման սարքեր, որպեսզի որ կողմ ուզենանք կարողանանք պտտվել մեր հեռախոսով։ Եվ իհարկե այլ վտանգներ եւ այլ հետևանքներ, դա միայնության զգացումն է, թվում է համացանցում ունենք հարյուրավոր, հազարավոր ընկերներ, բայց մարդիկ ավելի շատ շփվում են այո էկրանի միջոցով եւ իրական կյանքում շփումը դադարում է, իսկ եթե համացանցային տիրույթում էլ չունենք նամակներ, մեզ գրող մարդիկ, ահա այդտեղ վրա է հասնում միայնության զգացումը։ Այս ամենը իհարկե իր հետ կարող է բերել մարդու օգտակար գործողության գործակցի անկման, կենտրոնացման կորուստի, խնդիր, որին այսօր հատկապես երիտասարդները շատ են բախվում, ել չասենք, որ այս ամենը կարող է մարդու, այսպես ասած, արտադրողականության, արդյունավետության վրա ազդել, խոսքը արդեն աշխատանքային միջավայրի մասին է։ Այո, մի բան, որը իրականում շատ ռիսկային է ոչ միայն մեր անձի, այլև անպատասխանատու է առհասարակ բոլորի հանդեպ, դա ճանապարհներին հեռախոսից օգտվելն է, ցավոք կամ վարորդներ, որոնք նույնիսկ ղեկին են օգտվում իրենց հեռախոսից, խոսքը պարզապես նույնիսկ զանգին պատասխանելու մասին չէ, խոսքը հենց հեռախոսով ինչ-որ նամակագրության մասին է։ Չասեմ TikTok նայելու։ Այո, նաև TikTok նայելու, բնականաբար սա շատ լուրջ հետևանքների կարող է բերել եւ եթե պարզապես հեռախոսից անընդհատ օգտվելը վնասում է ինքներս մեզ, ապա ղեկին դա նաև պատասխանատվություն է, հորդորում ենք եւ կոչ ենք անում մի կողմ դնել հեռախոսը, երբ վարում եք փողոցն եք անցնում, նույնիսկ հետիոտներդ, հա։ Շատ հաճախ կարմիր լույսի տակ կամ կանաչի տակ անցնելիս հեռախոսի մեջ են այդ անցումների վրա, մի խոսքով։
Վեգա հաճախ ես մտածում եմ վերջերս նման ռիլերել եմ տեսնում, օրինակ երբ երեխա ենք տրանսպորտով տեղ էինք գնում կամ անգամ քաղաքից քաղաք, ինչ էինք անում։ Ինչ էինք անում, այո, Դա իսկապես։ այնքան հեռավոր է թվում արդեն անիրական։ Մեկ ականջի սարքը փչացած լարով ականջակալներով երգ էինք լսում, որ մի քանի տակ պատտում էինք, որ նորմալ ասվել գիրք էինք կարդում ճանապարհին եւ հիշում եմ դեռ այն ժամանակ, որ ճանապարհին ընթերցում էինք, մայրիկս ինձ ասում էր տրանսպորտում մի կարդա, աչքերդ կցավան կամ աչքերին վնասակար է եւ հիմա որ ամբողջ ընթացքում ինչ որ վիդեոներ ենք դիտում, կամ պարզապես դուրս էինք նայում պատուհանից, դա հիմա ճոխություն է։ Պատահական չէ, որ շատ հաճախ նույնիսկ այն թաղամասում, որտեղ ես բնակվում եմ, երբ ինչ որ բան այն չէ եւ չգիտեմ, հեռախոսից մեջ չեմ, դուրս նայելիս ասում եմ, այս շենքը վաղուց կար, թե նոր են զարկել, այդքան ցավոք հաճախ կտրված ենք իրականությունից։ Սևակ, իսկ դու կհամարցակվես հենց հիմա եթերում հնչեցնել քո screen time, այսինքն էկրանային ժամանակը, թե միջինում օրական ինչքան ես օգտվում հեռախոսից։ Միշտ այդ մասը դժվար եմ գտնում, բայց մի րոպե։ Ես ամաչում եմ ասել, հենց հիմա բացված է։ Այո, չէ, լավ, այդքան էլ չեմ ամաչում, քո վիճակը շատ ինձնից շատ լավ չի։ Հա, իսկ ասում եմ շատ լավ է, daily average, այսինքն օրական միջինը 8 ժամ 25 րոպե։ 9 ժամ 57 րոպե էլ իմն է, օրական 10 ժամ ես անցկացնում եմ հեռախոսով։ Վստահ եմ, որ մեր հյուրերը գոնե նրանցից մեկը մեզ չի զիջելու այս թվով, այո, ուրախ եւ շուտով կդիմավորենք մեր հյուրերին եւ կհասկանանք, թե ինչպես են նրանք պայքարում հեռախոսային կախվածության դեմ, եթե դա նրանց մոտ ստացվում է։ Դե ասենք այս թվերը զուգահեռ նրան, որ շատ ժամանակ նաեւ համակարգ չի առաջ։ Այո։ Այ կարելի է հետո նայել օրինակ շաբաթ-կիրակի, երբ համակարգ չի առաջ չենք, ինչքան է screen time-ը։ Հիմա փորձենք այս երկի ընթացքում ճշտել այդ տվյալները եւ տաղավարում հյուրընկալել մեր այսօրվա աղջիկներին։ Nobody likes being played. Just found out about. We'll never know. Why are we the ones who suffer? Have to let go. He won't be the one to cry. Let's not kill the karma. Let's not start a fight. It's not worth the drama for a beautiful life. Can't we laugh about it? It's not worth our time. We can live without him. Him, but when I followed you, I saw you together. I didn't know about you then till I saw you with him. I walked in on your love scene, slow dancing. You stole everything. How can you say I did you wrong? We'll never know when the pain and heartbreak's over. Have to let go. The innocence is gone. I could free you of the hurt and the pain, but the answer is simple. He's the one to blame.
The station with the best music. Best music. I love the music. Best music. Ստախոսների մասին են երգում Բեյոնսեն եւ Շակիրան, մենք սուտ չենք ասում, այսօր հատկապես անկեղծ ենք, թե ինչքան կախված ենք հեռախոսներից։ Այո, եւ գտել ենք մարդ, որը էլ ավելի շատ screen time էկրանային ժամանակ ունի, քան մենք դաթարի ընթացքում պարզեցինք, որ մեր հյուրերից Զարան նախորդ շաբաթվա ընթացքում մինչև 14 ժամ էկրանային ժամանակ Իմ հպարտությունները Սիրով ներկայացնեմ մեր հյուրերին, մեր շատ սիրելի գործընկերներ, ռադիո հաղորդավար բլոգեր Զարա Տոնիկյան, բարի լույս Զարա, եւ ռադիո հաղորդավար միջոցառումների կազմակերպիչ Մարիամ Ալոյան։ Բարի լույս։ Մեր սիրելի Մարիամի ձայնը այսօր մի փոքր կտրված է, այնպես որ նրան կներենք եւ ավելի քիչ կաշխատենք։ Իսկ ես կշատախոսեմ։ Դրա համար։ Այ ինչ ես շատախոսում այդքան հեռախոսով, որ հավելվածում ես այդքան ժամանակ անցկացնում, որ 14 ժամը գերազանցում ես երբեմն։ Արդարության համար, մինչև մտել երբ նայեցինք մեր յուրաքանչյուրի screen time-ը, նաև ուսումնասիրեցինք, որ application-ներում ենք եղել այդ ընթացքում, իմ մոտ առաջնայինը YouTube-ն էր, ինչը իմ համար եւս զարմանալի էր, նաև չէր, որովհետև երբ ես օրինակ YouTube-ով ինչ-որ բաներ եմ նայում, դա կլինի հաղորդումներ, ոդքասթներ, չգիտեմ, ինչ-որ տարբեր հոլովակներ, երգեր եմ լսում YouTube-ում, ես չեմ ընկալում, որ ես հեռախոսի մեջ եմ լինում, այսինքն ինքը միացված է, ես ինչ-որ բան լսում եմ, բայց չեմ նայում օրինակ էկրանին, բայց դա չի զիջում իհարկե, այո, Instagram-ը, TikTok-ը, որոնք հնարավորություն են տալիս անդադ scroll անելու ու կարծում եմ ամենավատը հենց այդ հատվածն է, որ անդադար դուք նոր ինֆորմացիա եք ստանում, scroll ենք անում եւ այլն ու ճանապարհին որ գալիս էինք, եղբորս հետ էին գալիս, ես էլի scroll եմ անում ու վիդեո եմ նայում, ախպես ասած, դու ոնց ես հասկանում, որովհետեւ էլ ավելի է վատացել իմ իրավիճակը, որ ես ոչ միայն ուղակի նայում եմ վիդեոները, այլ այդ ամեն ինչը նայում եմ 2x-ի տակ մինիմում։ Որը ահավոր է ու վերջերս եմ տենց հետազոտություն կարդացել, որ ուղեղի աշխատանքի վրա ինքը անսահման վատ է ազդում։ Իդեպ նաև, չգիտեմ, մեղադրենք, թե գուցե շնորհակալություն հայտնենք, հեռախոսների արտադրողներն էլ գնալով էլ ավելի հարմար են սարքում, օրինակ ճանապարհներին։ Նույն Apple-ը այլևս ունի կետիկներ, որը հնարավոր է սեղմել, պարզապես միացնում ես եւ այն անում է ամեն ինչ, որպեսզի նույնիսկ ճանապարհին հարմարավետ լինի, սիրտը չխառնի եւ այլն։ Մարիամ, քո մասնագիտությունը այնպեսին է, որ դու էլ նաև աշխատանքի բերումով ես ստիպված հեռախոսի մեջ լինել, ինչով ես զբաղվում եւ արդյոք համարում ես, որ ունես հեռախոսային կախվածություն։ Նախ ուզում եմ ասել, որ կետիկները ինձ չեն օգնում ընդհանրապես եւ այդ առումով երևի բախտս ինչ որ առումով բերել է, որովհետեւ ճանապարհին ընդհանրապես չեմ կարողանում նայել։ Ես ունեմ կախվածություն, ինձ մոտ Google-ներ չէ գերակշռում, որովհետեւ ես միշտ սերիալ եմ նայում կամ ֆիլմ եմ նայում, կամ ինչ էնել հեռախոսով ու աչքերս սենց այն օրը գիշերը մինչև ժամը 4-ը 5-ը ես սերիալ եմ նայել։ Ու առավոտ 8-ին պիտի արթնանայի, հա, ու բավական չի հիշողության խնդիր, մոռացկոտություն այդ ամեն ինչը ահագին ունեմ, որ նայում եմ հաջորդ օրը ընդհանրապես քիչ ամնում ոչ մեկին չճանաչեմ։ Ինձ մոտ էլ երևի թե ես մտածում եմ ավելի շատ ինչ որ մոնտաժ եմ անում, չգիտեմ, հեռախոսով, սերիալ եմ նայում, YouTube ինձ մոտ քիչ է, երևի ու Instagram-ն է ամենաշատը, հա։ Ես նայում եմ, երբ որ գործ չեմ ուզում անեմ։ Իմ մոտ էլ մոնտաժային ծրագրերը շատ տենց առաջնային տեղում էին, որովհետև հիմնականում այն վիդեոները, որոնք հրապարակում եմ Instagram-ում, մոնտաժում եմ հեռախոսով, իսկ մոնտաժը ովքեր գիտեն շատ երկար process է։ Այո, եթե ոչ 10 անգամներ, ես էլ եմ հիմա նայում, Instagram-ն է առաջինը, երկրորդ WhatsApp-ը, որը դե գիտեք աշխատանքի հետ է կապված, ընդհանրապես եթե մի օր ինձ թույլ տամ չաշխատել, WhatsApp հավելվածը կճնջեմ իսպար։ Իմ դեպքում դա Facebook-ը կլինի, բացառապես աշխատանքային նպատակով։ Հետո YouTube-ը, Telegram, Facebook, Safari։ Google չկար։ Դե Safari։ Հա, Safari, հա։ Messenger, ու այսքան է երևի թե։ Իսկ եթե ամբողջական շաբաթական կտրվածքով սոցիալական ցանցերը 28 ժամ, ժամանցը 3 ժամ, իսկ արդյունավետություն եւ ֆինանսներ 1 ժամ 50։
Գիտեք, ես նոր նայեցի, որ իմ մոտ նաև առաջնային տեղում էր shopping-ի համար նախատեսված application-ները, այդ շատ երկար մտնում եւ նայում եմ։ Հանուն արդարությանը այդ shopping-ի հավելվածները պարզապես հետապնդում են, գովազդը այնքան շատ է, որ ամեն անկյունից պարզապես հարցակվում է քեզ վրա եւ երբեմն նույնիսկ պատահաբար ես միանում։ Իմ դեպքում առաջին հորիզոնականում Telegram-ն է, շաբաթվա կտրվածքով 11 ժամ 56 րոպե։ Արդարության համար դու բայց դու համակարգչով ես Telegram-ում լինում։ Telegram-ում համար թե աշխատանքային, թե անձնական նամակագրությունների հիմնական հարթակն է, երկրորդ հորիզոնականում TikTok-ն է, որը ես պարզապես թերթում եմ, երրորդ հորիզոնականում Sudoku խաղում որը ինձ իմ գործընկերուհիներից մեկը Եվան է ցույց տվել եւ ես ամեն օր մեղադրում եմ նրան, քանի որ դա հիշողությունն է, չէ՞ զարգացնում։ Չգիտեմ ինչ անում, բայց ես առավոտից երեկո Sudoku եմ խաղում, սա նոր տարվածություն է, վերջին 2-3 շաբաթ չի զարգացնում հիշողությունը։ Անընդհատ տարվում եմ, այ ամենադժվարը իմ կարծիքով, երբ որոշում ես կտրվել հեռախոսից, հենց այն է, որ մենք աշխատում ենք նաև հեռախոսով։ Ինչ որ տարբերակները ձեզ կա, աշխատանքի համար վերցրեցիր ձեռքդ հեռախոսը, բայց երբ հասկանալ, որ լավ աշխատանքը ավարտվեց ու հեռախոսը հետ դնես։ Շատ դժվար է իրականում իմ դեպքում հատկապես, որովհետև եթե գրում են ինչ-որ ուժ ժամի ու շտապ պիտի պատասխանել, իհարկե փորձում եմ գոնե 8-ից 9-ից հետո չպատասխանել, ու շատ հաճախ հենց դրա համար սերիալ եմ միացնում ու փորձում եմ տենց մյուտանել բոլոր չաթերը, հանուն արդարության իմ գրեթե բոլոր չաթերը մյուտ արած են, սա էլ ասեմ, հա, մյուտ եմ անում միանգամից, բայց համել մյուտ եմ անում անդադ 2 րոպեն մեկ բացում տեսնում հոնամակ չկա, ոնց որ շատ տարօրինակ է, պարադոքսալ ռիվ, չգիտեմ, երևի պիտի ինչ-որ ուրիշ հետաքրքրություններ գտնել, եթե օրինակ գիրք եմ կարդում ու շատ եմ տարվում, ինչքան էլ հեռախոսը ինչ-որ ձայներ հանի, կարողանում տենց իգնոր անել։ Ես իմ մոտ ավելի շատ սրվում է այդ ռեակցիան, երբ օրինակ նոր post եմ ունենում կամ չգիտեմ ինչ որ նոր story եմ ունենում, անդադար մանավանդ story-ին, եթե ինքը լավն է, ասես մեծ ծավալով մարդիկ են նայում, անդադար չեկել նայել, ովքեր են նայել, ով react արեց, ինչ արեց, ու այդ ժամանակ շատ ավելի սուր է լինում, չեմ կարողանում։ Ես էլ Մարիամի նման ոչ միայն chat-երն էի mute արել, այլ ընդհանրապես ամբողջ application, օրինակ Telegram-ը իմ մոտ ինչ որ շրջան mute արածել, եւ դա ավելի ահավոր էր, որովհետեւ ես անդադար մտնում էի նայել, աշխատանքային շատերում ինչ որ բան կատարվում էր, թե չէ, բայց ես վերջերս եկել եմ մի բալանսային կետին, երբ ոնց որ աշխատանքի պատճառով շատ եմ մնում տանը, որովհետև ֆրիլանս եմ աշխատում, ու երբ տանը շատ եմ մնում, այդ բալանսը չեմ կարողանում պահպանել, ու քանզի վախենում էի արդեն այդ իրավիճակից, սկսեցի մեկ այլ բան փորձել, քանի որ ես սիրում եմ շատ երաժշտություն, ես միացնում եմ ուղղակի երաժշտություն, այսինքն screen time-ը պալյում աշխատում եմ, միացնում եմ երաժշտություն ու սկսում եմ այլ բանով զբաղվել, այդ կլինի օրինակ գիրք կարդալ, ես վերջերս սկսել եմ անգլերեն վարժություններ անել, վերցրել եմ ու ոնց որ հիմնականում լուծում եմ, այսինքն ես որ ուղեղս աշխատի ու ես չկենտրոնանամ, բայց էլի այդտեղ մի հատ ծլնգոց որ գալիս է, ասես ամեն դեպքում լարվում է, այնտեղ մի հատ նամակ կա, որ հաստ կարող է, ինչ որ կարող է ես պետքա պատասխանեմ, թե չէ որ չպատասխանեմ, սա աշխարհը բան է լինելու։ Մի բան էլ կա, չէ, որ նույնիսկ երբ նախ ես ասեմ ինձ ամենաշատը մտահոգում է այն, որ ցավոք օրինակ ֆիզիկական առումով ամենաշատը վատ ազդում է հեռախոսի իմ աչքերի վրա, աչքերս անընդհատ ցավում են եւ վատն այն է, որ կարծես թե բոլոր այլ զբաղվածությունները նույնպես էլի աչքերի հետ կապված լինեն, այսինքն ընթերցում ենք միևնույն է, երբ աչքերը թոքնած են, մանր գրված, այո, հետո փորձում եմ հեռախոսով ինչ որ բան անել մոնտաժ եւ շատ դժվար է դարձել։ Ես նաեւ նյարդայնանում եմ, որ նույնիսկ երբ գիրք ես կարդում, մեկ էլ ինչ որ միտք է գալիս, ասում ես հələ փնտրեմ հիշեմ կամ մի հատ անընդհատ ինչ նկարեմ մի հատ մնա թող մնա եւ անընդհատ ձեռքդ գցում ես հեռախոսին կամ ինչ որ չգիտեմ, ուզում ես ստուգել որքանով էլ այդ ինֆորմացիան ճիշտ, այսինքն մեր ուղեղը կարծես թե դիտման պատճառներ գտնի հնարի ձեռքը հեռախոսին գցելու։ Իմ նախկին գործընկերներից մեկը ասում էր, որ իսկապես անջատել է բոլոր ծանոթությունները, անգամ աշխատանքային եւ ուներ այսպես իր համար սահմանած գրաֆիկ, կես ժամը մեկ ստուգում էր այդ չաթերը ու ասում էր, եթե շատ հրատապ բան լինի, թող զանգեր։ Ես չեմ սիրում, որ ինձ զանգում են։ Ես էլ չեմ պատասխանում։ Դա էլ մի նոր խնդիր է երիտասարդների շրջանում։ Այո,
Հեռախոս, որը ի սկզբանե զանգի համար էր նախատեսված, հիմա երրորդական ֆունկցիա է դարձել։ Հա, մենք հենց մի քանի օր առաջ ընկերներով ենք քննարկում, ովքեր շատ իրենց համարեցին սոցիոֆոբ եւ ինտրովերտ, ուղարկեցին իրենց թե քանի անգամ են շաբաթվա ընթացքում զանգարել մեկ սկրինով, ու ես ասած screen record եմ ուղարկել, թե մենակ մեկ օրվա ընթացքում ինչքան զանգեր եմ արել։ Դե հա, ստիպում, եթե չլիներ, այո, ես էլ չէի։ Իդեպ ասեմ, որ նույնիսկ աշխատանքի դեպքում նաև կհամաձայնեք, որ որքանով է ձեզ վրա դա նույնպես ասել, որ քանի որ մենք սովորաբար գրավոր նամակագրության մեջ ենք եւ այն էլ էլեկտրոնային, տետատետ շփումները, հեռախոսային շփումները, բանավոր շփումները կարծես դժվարացել են եւ ավելի դժվար են տրվում։ Ես որ ամբողջ կյանքում ավելի դեպի էքստրովերտ անձնավորություն եմ եղել, բանավոր շփումները ինձ հեշտ են տրվել, վերջերս հասկացել եմ, որ օրինակ վիճելիս կամ երբ ուզում եմ միտքս ամբողջովին արտահայտել, ինձ ավելի կոմֆորտ է չաթով, հենց էլեկտրոնային նամակ գրելը։ Այս խնդիրը ձեր մոտ էլ կա։ Ես չեմ վիճում։ Հիմնականում օրինակ եթե շատ ծավալուն միտք ունեմ, այսինքն բաներ, որոնք կետերով պետք է մատնանշեմ եւ այլն, այդ պարագաներում գուցե այո, բայց ես հիմնականում սիրում եմ զանգի միջոցով, օրինակ շատ ավելի արագ կոմունիկացվելու համար, օրինակ նույնիսկ եթե ես հյուրեր ունեմ, ում հետ պետք է հանդիպեմ, ասես գրում եմ, որ շատ խնդրեմ ձեր համարը կտակ, մի հատ արագ զանգեմ, որովհետեւ զանգով շատ ավելի արագ է ստացվում, բայց չեմ արդարացնի, որ օրինակ ուղիղ շփումներից հիմնականում դեն շատ ուրախ չեմ միշտ ուղիղ շփումների մեջ լինել։ Ես օրինակ ծնունդ կներես, չեմ կարողանում ծնունդ շնորհավորել բանավոր խոսքով։ Չեմ կարողանում ինչ-որ մաղթա, ինձ արհեստական է թվում, ես տենց պիտի նամակ գրեմ, եթե մտերիմ մարդ է։ Տեսեք ուր ենք ասել։ Մարիամ, որպես հայտնի ընթերցասեր, կա գրքեր, որոնք օրինակ հեռախոսով ես ընթերցել, թե դա դժվար է դրում միայն սերիալներ դիտելն հեռախոսով։ Կային մի ժամանակ օրինակ Դոստոևսկու Կարամազով եղբայրները տանը կարդում էի գրքով, դուրս էի գալիս հեռախոսն էի բացում շարունակում ու տենց աշխատանքի վայրում հեռախոսով, բայց ցավոք ես, այսինքն ցավոք չէ, ես գիրք կարդալիս գիրքը ավիրում եմ, նշում եմ, գրում եմ կողքը ինչ որ իմ կարծիքների, իմ գիրքը եթե կորի, իմ մասին ամեն ինչ կարող են իմանալ իրականում ու կորել ես վերջերս, եթե գտել եք կներեք։ Ես մի անգամ Մարիամի գիրքը վերցրել եմ, կներես զար։ հետաքրքիր էր։ Հա, ու դրա համար երևի չէ, այդքան գեղարվեստական գիրքը հատկապես, եթե ինչ-որ հոդված է կամ արագ պիտի կարդամ։ Ահա, տենց կախվածության նման էր, բայց հիմա չեմ կարողանում կարդալ, որովհետև աչքերս իրոք ցավում են կարդալուց, սերիալ նայելուց չեն ցավում։ Մարիամ, իսկ գուցե քեզ պետք է պարզապես տեխնիկապես ապահովել ինչ-որ մի բան մտածել, որ օրինակ կարողանաս այդ սերիալը տեղափոխել մեծ էկրան եւ այնտեղ չի օգնի։ Չի օգնում։ Ես լռությունից ֆոբիա ունեմ, ես չեմ կարողանում լուռ նստել տանը օրինակ մենակ, դրա համար եթե ինչ-որ գործ եմ անում անգամ, պիտի մի բան միացրած լինի, իսկ կամ երաժշտություն եմ միացնում, կամ մտածում դե լավ երաժշտության տեղը սերիալ նայեմ, համ էլ կցրվեմ, չեմ մտածի։ Ինձ թվում է սերիալ նայելը նաև տենց վեգա, այո, փախուստ է, երեք քեզ էլ է ասում, որ փախուստ է ինչ-որ մտքերից, աշխատանքից ու խնդիրներից։ Իդեպ իմ դեպքում օրինակ, չգիտեմ, ձեր դեպքում էլ կա նման բան, թե չէ, հեռախոսի կախվածությունը այն աստիճանի է հասել, որ երբ նույնիսկ ես համակարգչով կամ հեռուստացույցով դիտում եմ ինչ-որ բան, երբեմն նույնիսկ կինոյում, ձեռքս միևնույն է հեռախոսն է եւ զուգահեռ կամ խաղ եմ խաղում, կամ ինչ-որ մեկին եմ գրում, կամ ինչ-որ, չգիտեմ, նկար եմ մշակում, այսինքն միևնույն է, արդեն ռեֆլեքսորեն հեռախոսը ձեռքս եմ վերցնում եւ վերջերս մի իրականում սարսափելի երևի լուր կարդացի, պարզվում է, որ Netflix-ը եւ ելի մի քանի խոշոր ընկերություններ արդեն այնքան են գիտակցում, որ հեռուստադիտողը չի էլ նայում էկրանին, որ ստիպված են եղել նախ պրիմիտիվացնել նորագույն սերիալների եւ ֆիլմերի դիալոգները, ինչպես նաեւ այնպես են անում, որ հերոսները կարծես բացատրեն իրավիճակը, եթե կհիշեք ռադիոթատրոնների ժամանակ, օրինակ, երբ ասում է, այ մոտավորապես տեսարանում կարող է ասել, որ այ Մարիամ, որ դու հիմա նստած ես միկրոֆոնի մոտ եւ նայում ես ինձ, այսինքն փորձում են հերոսներին տալ այնպիսի տեքստեր, որ նույնիսկ առանց էկրանին նայելու կարողանան ճակերտներում ասած բռնել հեռուստադիտողին, որը միևնույն է զուգահեռ հեռախոսի մեջ է, պատկերացնում եք։ Այո, դրա հետ կապված դե հումորներ էլ կան, որ ասում են ինչ վատ է, երբ հեռախոսով ֆիլմ ես նայում ու չես կարող լինել։ Ես եմ։ Ցավոք, այո։ Փորձում եք ինչ որ դուք լինում է որ հասկանաք, որ չէ, սա խնդիր է եւ փորձեք գոնե, դնեք մի կողմ կամ ինչ որ բաներ սահմանեք, screen time սահմանեք, ինչ որ մի բան փորձել եք անել։ Ես հիմնականում փորձում եմ ինչ որ ժամանակը մեկ, բայց հենց մոռանում եմ, որ փորձում եմ։
Արդեն փորձս ծխողվում է։ Հիմնականում օրինակ ուղղակի հետևում եմ, որ scroll չանեմ, այսինքն իմ հիմնական խնդիրը հենց այդ scrolling-ն է, որը նաև ինձ աշխատանքից կտրում, չգիտեմ, եթե օրինակ ես պետքա տրամադրվեմ, սկսեմ X գործ անել, ես կարող եմ մտնեմ, սկսեմ scroll անել, մեկ էս գամ, որ ես 1 ժամին կգնացել է ու ես նույնիսկ չեմ նկատել, որովհետև այդ կարճ տեսանյութերը այնպես են ազդում, որ ես ժամանակի զգացողությունը կորցնում եմ։ Հիմնականում պահիտակ էկրանի screen time-ը դրել, որ օրինակ Telegram-ը այսքան ժամանակ օգտագործեմ, Instagram-ը այսքան ժամանակ օգտագործեմ, բայց դե ընդհանրապես մտնում ես հետո կարգավորումներից անջատում ես եւ տենց ձախողվել եմ։ Ամեն դեպքում փորձենք վերահսկել իրավիճակը, բայց մենակ չենք աշխարհում, տվյալներն են ցույց տալիս եւ մեր շրջապատի մարդիկ էլ, որ սա լուրջ խնդիր է, ինչ որտեղ երևի պետք է ուղղակի համակերպվենք։ Գուցե պիտի համակերպվենք կամ էլ կարող ենք հիմա փոքրիկ չվախենակ, շատ փոքրիկ challenge անել, քանի որ ինչպես հասկացանք, սեղանի շուրջ նստած ենք 4 մարդ, որոնք 4-ն էլ ունեն կախվածություն, ես չեմ կարող, կարծում եմ մեզ չեն կարող թույլ տալ սահմանել ժամ, որ այդքան պիտի լինենք այսօր հեռախոսում, բայց քանի որ այսօր հեռախոսից հրաժարվելու օրն է, գուցե գոնե մի ժամ սահմանենք եւ այդ մի ժամը չլինենք հեռախոսում։ Գոնե մի ժամ կկարողանանք, ինչ եք կարծում այսօր։ Այսօր լիքը մոնտաժներ ունեմ։ Եկեք մի ժամ շարունակենք եթերը։ Այո, չեն կարողանա լինել կամ գնանք դեսպանատուն։ Որպեսզի հավաքեն մեր ձեռքից հեռախոսները։ Դե լավ, չեմ ուզում խոստանանք որևէ բան, բայց առաջարկում եմ, որ այսօր յուրաքանչյուրս գոնե 1 ժամով մի կողմ թողնենք մեր հեռախոսները եւ փորձենք, չգիտեմ, այլ բանով զբաղվել։ Ես օրինակ այսօր գիրքս ինձ հետ աշխատավայր եմ բերել, որովհետեւ երկար եմ մնալու։ Կարծացի ընդմիջմանը կկարդամ եւ հիմա որ համընկավ, գուցե օրինակ այդ 1 ժամը դրանով զբաղվեմ։ Առաջարկում եմ յուրաքանչյուրս ինչ-որ բան սահմանենք օրվա ընթացքում, բայց մինչ այդ պատասխանենք նաև մեր ռադիո լսողի հեռախոսազանգին։ Բարի լույս։ Բարի լույս։ Ալո։ Բարի լույս։ Դուք եթերում եք, ով է մեզ միացել։ Ալո։ Այո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ով է մեզ միացել։ Սամվելն է ձեզ հետ միացել։ Շատ ուրախ ենք, Սամվել։ Առաջի հերթին դուք հետաքրքիր բան եք բացել, ճիշտ է, կեսից եմ միացել, բայց ահագին բան լսեցի։ Ահա, հիմա հեռախոսներից որ խոսացիք, առաջի հերթին լավ բան է հեռախոսները, բայց շատ վատ է կոմա, ես ասեմ, հեռախոսները մեր ժամանակն են ուտում, կարելի է։ Ու sense global հարցած է, որ ժամանակը շուտ է անցնում, երկրագունդ արագ է ֆռնում, բայց ոչ մեկ չի գիտակցում, որ հնարավոր չէ երկրագունդ արագ ֆռա, որտեղ արևը հելնում է նույնտեղից, այդ ինտերնետն է մեր ժամանակը տանում, ու մի բան էլ, մենք բոլորս հայկական բառերը քիչ-քիչ է մեր մոտ, այդ սելֆի, մելֆի, հիմա դուք էլ ընդ ահագին բառեր եք անծանոթ բառեր, ուզում եմ հասկանալ այդ ինչ է նշանակում։ Որ մեկը։ Screen time, էկրանային ժամանակը։ Ես որպես կանոն, երբ օգտագործում եմ որևէ արևմտյան բառ, անմիջապես դրանից հետո հայկական տարբերակը անպայման ասում եմ, էկրանային ժամանակի մասին էր խոսքը։ Scroll-ն էլ ուղղակի թերթելը լրահոսը, այսինքն։ Այո։ Դե, հիմա դուք կարող եք բացառություն եք, բայց ընդհանուր ես վերցնեմ գլոբալ քաղաք։ Դե հա, կան բառեր, որ հեռախոսների հետ կապված արդեն բոլորն են օգտագործում, երեք մանավանդ շատ ճարպիկ ձևով։ Դե լավ, անգլերեն իմանալը վատ չի, բայց ոչ այդ տեսակ, այսինքն հայերենի մեջ օգտագործել կան սիրուն բառեր, որը որ հեռախոսի հետ կապված է, սելֆին կամ չգիտեմ։ Դե սելֆին մաքուր հայերեն բառ է արդեն։ Իրեւ Սամվել, շատ շնորհակալ եմ ձեր մտքի համար, որովհետեւ այդ ժամանակի առումով ես էլ եմ շատ լսում եւ ես էլ եմ միշտ ասում, վայ ժամանակը թռնում է, վայ ինչ արագ անցավ եւ երբեք չէի կապել այդ հանգամանքը ինտերնետի հետ։ Այ հիմա որ ասացիք, ինչպես ասում են, տեղն ընկավ մի տեսակ, շատ տրամաբանական է։ Ավելի վտանգավոր է, քան այդ հիվանդություն, մարդու ժամը, վերեմի այդպես բան կինո կա։ Ահա։ Իսկ դուք շատ եք օգտվում հեռախոսից, էլի։ Գլխավոր դերակատարմամբ, այո, հրաշալի ֆիլմ է։ Ասում եմ, ես շատ խաղում եմ, որտեղ մարդու ժամանակը եթե գնում է, մարդը ծերանում է առանց հասկանալու եւ հանում։ Այո։ Խոսքով, չգիտեմ, կախվածության մեջ ենք, դա էլ մի թվրամոլություն է, որը մարդիկ չեն գիտակցում։ Լավ, ինչ ասենք։ Շատ շնորհակալ ենք զանգի համար։ Լավ, ձեզ շնորհակալ ենք, որ զանգարեցիք։ Ահա։ Ահա, բոլորս կարևորը խոստովանում ենք, որ սա լավ չէ, բայց ամեն դեպքում այս ամենի մեջ ենք, հիմա փորձենք այդ 1 օրյա, 1 ժամյա challenge-ին հետևել եւ օրվա ընթացքում։ Բայց եթե փոխենք խորը մտածել, ինչ ամոթ է, չէ՞։
փորձում ենք հասկանալ արդյոք կկողանք մի ժամ 4 հասուն մարդ, 4 ճապահաս մարդ, փորձում են հասկանալ արդյոք կկարողանան օրվա մեջ մի ժամով։ Եթե աշխատանքային որևէ խնդիր լինի, ես կասեմ ուղղակի challenge-ի իմաստը։ Կմեղադրես մեզ։ Դե ինչ արած, փորձենք մեր ռադիո լսողներին նույնպես կոչ անենք այսօր գոնե փորձել այլ զբաղվածություններ, ի վերջո ուրբաթ է, երեկոյան կարելի է դուրս գալ, ինչ որ այլ բանով զբաղվել եւ գուցե գոնե 1 ժամով իսկապես կարողանան կտրվել հեռախոսներից։ Իսկ բոլոր այն մարդկանց, որոնք չունեն այս խնդիրը, շատ նախանձում ենք եւ հուսով ենք, որ մի օր մեզ մոտ էլ դա կստացվի։ Հիշեցնեմ, որ մեր տաղավարում հյուրընկալել էինք մեր գործընկերներ, ռադիոհաղորդավար բլոգեր Զարա Տոնիկյանին եւ ռադիոհաղորդավար միջոցառումների կազմակերպիչ Մարիամ Ալոյանին։ Մենք շարունակենք եթերը։ Տեսեք, մենք էլ տարվեցինք համացանցային նորություններով, որովհետև այս պահին ձեզ փորձում ենք ներկայացնել, թե ինչ կա չկա աշխարհում, թեև կարծես այսօրվա հիմնական նորությունը եւ գլխավոր աժոտաժը առաջացնող իրադարձությունը օլիմպիական խաղերի բացումն է, որը հիշեցնենք տեղի ունենալու այսօր Միլանում եւ երեկոյան կարծես թե ժամը 10-ին էր Հայաստանի ժամանակով
հիմա եւս մեկ անգամ կճշտենք, որին կարող եք վստահաբար հետևել առնվազն համացանցում, քանի որ մեծ շոու է սպասվում, ինչպես եթերի սկզբում էլ նշեցինք, մասնակցելու են Անդրեա Բոչելին, Մրայա Քերին, արտիստներ, հետաքրքիր շոու է կնկալվում ինչպես ամեն տարի օլիմպիական խաղերի թե բացման, թե փակման արարողությունների ժամանակ եւ կարծես թե երբ օլիմպիական խաղերին հրաժեշտ տանք, արդեն հաջորդիվ պետք է շարունակենք հետևել նախաօսկարյան եւ հետօսկարյան զարգացումներին, որովհետեւ Գրեմիից հետո հաջորդ մեծ իրադարձությունն օլիմպիական խաղերն են այս տարի առնվազն, հետո գալիս է Օսկարը, իդեպ վերջին տարիներին Օսկարը մեզ հետաքրքրում է ոչ միայն պարզապես որպես կինոսեր, այլև որպես հայ, հիշենք անցած տարի նախ մենք ստացանք Օսկարյան մրցանակակիրներ ունեցանք հայերի շրջանում, Կարեն Կալագուլյանը եւ Վաչե Թովմասյանը, եւ այս տարի էլ ունենք Ամերիկայի պրոդյուսեր Սև Օհանյանին, որը մեղավորներ Sinners ֆիլմի հետ կապ ունի եւ այն առաջադրված է Օսկարի, իդեպ Գրեմի էլ չէ ստացավ ֆիլմի։ Երկու Գրեմի ստացավ, բացի դրանից այս ֆիլմը ռեկորդ սահմանեց արդեն, դեռ Օսկարը չի կայացել, բայց ֆիլմը արդեն ռեկորդ է սահմանել, 16 անվանակարգում է առաջադրված։ Ինձ իդեպ ֆիլմը շատ տպավորել է, այն մարդկանց համար, այո, դիտել եմ, այն մարդկանց համար, որոնք հորորի սարսափ ժանրի սիրահար են, խորհուրդ կտամ եւ Սև Օհանյանը փաստորեն հատուկ հարցազրույց է տվել News Am Style-ի մեր գործընկերներին, կարծեմ Սյունեին, մեր գործընկեր, ողջունենք մեր գործընկերներին, ստուգենք, այո, կարծես թե նրա հետ է հարցազրույցը, նա խոսել է իր հայկականության, հայկական արմատների մասին եւ նաեւ ֆիլմի ստեղծման մասին։ Սև Օհանյանի անունը կարծես շատերիս համար վերջին շրջանում բացահայտում էր, աննախադեպ է այո ֆիլմի ունեցած հաջողությունը, Ոսկե Գլոբուս, Գրեմի եւ Օսկարի այսքան շատ անվանակարգերում ներառված լինել, նա ամենակարևոր դայն է, որ այս ամենի մեջ անդադար շեշտում է իր հայ լինելը, ունենք չէ միջազգային ասպարեզում տարբեր արտիստներ կամ տարբեր ոլորտներում մարդիկ, որոնք այդքան չեն խոսում դրա մասին եւ միշտ հաճելի է, երբ նման մեծ նախագծերում եւ հրաշալի կարիերա ունեցող մարդիկ շարունակում են խոսել հայկականության եւ իրենց հայ լինելու մասին։ Իդեպ վերջերս նաեւ հաճելի էր, երբ Գրեմիի բեմին մեծարվեց եւս մեկ հայ, Շերլին Սարգսյանը, հետաքրքիր է, վերջերս ընկերներից մեկի հետ խոսում ենք, որ Շերին, եթե բոլորս ճանաչում ենք, բայց մի քանի երգ է, չէ, որ շատ հայտնի է, եթե նրա երկրպագու չես, բայց ամերիկյան փոփ մշակույթը շարունակում է նրան անդադար երախտագիտություն հայտնել տարատեսակ փառատոնների եւ միջազգային նմանատիպ մրցանակաբաշխությունների ժամանակ, քանի որ նա արդեն մրցակցությունից դուրս արտիստ է, մշտապես մեծարվում է նրա ներկայությունը։ Այո, եւ ի վերջո կարծում եմ փոփ մշակույթի վրա ազդեցությունը հաշվի առնելիս հաճախ, չգիտեմ, ցավոք թե բարեբախտաբար խոսքը չի գնում միայն հենց երգերի մասին, նաեւ մարդկանց ոճը, համարձակությունը, Շերը եւ նրա նման շատ այլ արտիստներ ինչ որ առումով հեղափոխություն են նաեւ բերել իրենց համարձակ լուծումներով, նոր հնչողությամբ, բեմում պահվածքով, հակու կապից սկսած մինչեւ տարբեր ֆիլմերում դերեր, որոնցով հանդես են եկել, այնպես որ այո, իսկապես նա արժանի է կարծում եմ այն ամբողջ մեծ արմանը, որ ստանում է վերջին շրջանում, այո։ Եվ վերադառնանք Հայաստան, մշակութային կյանքի նորություններին ծանոթանանք, ուրախալի լուր 2025 թվականին անկախության շրջանի ամենամեծ թվով այցելություններն է գրանցել Հայաստանի ազգային պատկերասրահը 131.6%-ով գերազանցելով օրինակ 2019 թվականի ցուցանիշները, մինչև թանգարանի վերանորոգումը ընկած ժամանակաշրջանն է դիտարկվել եւ թանգարանն ունեցել է այդ շրջանում 45000 այցելու, իսկ 2025 թվականին շուրջ 2.5 անգամ ավելի, այո ազգային պատկերասրահը շատ գեղեցիկ վերանորոգվել է եւ նոր շքեղությամբ եւ նոր շուկով է դիմավորում իր այցելուներին, ոչ միայն արդիականացվել է գլխավոր շենքը, 6 մասնաճյուղերը, այլև իսկապես բոլոր ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխան մշակութային հարթակի է վերածվել այս ամենի արդյունքում մեր ազգային պատկերասրահը, 300 ցուցահանդես Հայաստանում եւ արտերկրում եւ միայն 90 ցուցահանդես 2025 թվականին է կազմակերպվել, գրանցելով 77% աճ 2019 թվականին, իդեպ ժամանակավոր ցուցադրությունները աչքի են ընկնում նաև նորարարական տեխնոլոգիաներով, պրոյեկցիաներ, VR միջավայրեր, էկրանների կիրառում, այնպես որ եթե շատ վաղուց եք եղել ազգային պատկերասրահում,
ճիշտ պահն է այցելելու, եթե վերջերս եք եղել, սա այնպիսի մի մեծ ցուցադրություն է, որ ինչքան գնաս, քեզ հատվում է, որ մի նոր բան ես տեսնում, եւ շատ հաճելի է վերջին շրջանում տեսնել, որ օրինակ շատ զույգեր նախընտրում են իրենց հարսանեկան լուսանկարանումներ անել ազգային պատկերասրահում, սա կարծում եմ լավ տենդենց է։ Այո, եւ հատկապես որ նաեւ ինչ որ առումով տարածում է, չէ՞։ Այո։ Ցանկացած լուսանկար, ես առհասարակ կարծում եմ, որ այս ռեկորդային թիվը պայմանավորված է հենց վերջին շրջանում մեր մշակութային կառույցների այդ առումով ավելի բաց լինելուն, ավելի մարքեթինգային PR արշավներին, ինչը հրաշալի է եւ ցույց է տալիս, որ նորարարություններից ու նորամուծություններից միշտ չէ, որ պետք է փախնել եւ խուսափել, չափի մեջ ամեն ինչն էլ գեղեցիկ է եւ կարծում եմ այսօր առիթ ունեցանք այդ թեմային բազմիցս անդրադառնալու։ Եվ եթերաժամի վերջին հատվածում մենք ձեզ նաև մարզական նորությունների կտեղեկացնենք, թեև դրանք այսօր շատ չեն, բայց մինչև այդ լսենք եւս մեկ երգ եւ մեկ արտիստ, որը այս տարի Grammy ստացավ որպես նոր արտիստ եւ սա այն դեպքերից է, որ բոլորը համաձայն են, շատ անուշիկ աղջիկ է մեր Olivia Dean-ը. It's heaven in my heart and we could find you some space. I could be the world to you, the missing piece, the extra sentimental kind of chemistry. Some people make it hard, with me that isn't the case. 'Cause I make it so easy to fall in love. So come give me a call and we'll fall into us. I'm the perfect mix of Saturday night and the rest of your life. Anyone with a heart would agree. It's so easy to fall in love with the way I do my hair, the way I make you laugh, the way we like to share a walk in Central Park. I could be fresh air, might be the girl of your dreams. There's no need to hide if you're into me, 'cause I'm into you quite intimately. And maybe one night could turn into three. Well, I'm down to see, 'cause I make it so easy to fall in love. So come give me a call and we'll fall into us. I'm the perfect mix of Saturday night and the rest of your life. Anyone with a heart would agree. It's so easy to fall in love with me. It's so easy. It's so easy to fall in love. So come give me a call and we'll fall into us. I'm the perfect mix of Saturday night and the rest of your life. Anyone with a heart would agree. It's so easy to fall in love with me. The station with the best music. Best music. I love the music. Best music. 10:54 հիշեցնենք այսօր փետրվարի 6-ն է, աշխատանքային շաբաթն ավարտվում է եւ եթերի այս հատվածում տեսնենք ինչ կա մարզական աշխարհում, թեև նորությունները այսօր այդքան էլ շատ չեն, գլխավոր իրադարձությունը օլիմպիական խաղերի բացումն է, որի վերաբերյալ դեռ ձեզ եւս մեկ անգամ կիրազեկենք, Ռոնալդոյի հետ կապված կան նորություններ, Ալ-Նասրի հարձակվողը վերսկսել է մարզումների ակումբի կազմում, հիշեցնենք, որ կար ինչ որ մի խոսակցություն, որ սկանդալներ են տեղի ունեցել, Պորտուգալացին ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ բաց էր թողել Սաուդյան Արաբիայի առաջնության հանդիպումը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, նրա բացակայությունը պայմանավորված էր բոյկոտով, նշվում էր, որ ֆուտբոլիստը դժգոհ է Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամի վարած տրանսֆերային քաղաքականությունից, որը տնօրինում է Ալ-Նասրը եւ եւս 3 այլ ակումբներ, Ռոնալդոյի կարծիքով հիմնադրամը խոչընդոտում է ազնիվ մրցակցությանը, քանի որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆինանսավորել է մյուս 3 ակումբների նոր
նոր ձեռքբերումները, մինչդեռ Al Nassr-ը մնացել է փաստացի առանց համադրման։ Խաղ մի արեք Ռոնալդոյի հետ։ Որի ծննդյան տարեդարձների դեպ 3 ֆուտբոլիստը 41 տարեկան դարձավ, այո, ինչը դժվար է գուշակել նրան նայելով, նրա մարզավիճակին նայելով։ Իդեպ մի քանի օր առաջ նրա կնոջ ծնունդն էր։ Այո, փաստորեն երեկ էլ Ռոնալդոն դարձավ 41 տարեկան, շարունակելով ֆուտբոլային նորությունները Ատլանտան պայքարից դուրս թողեց Յուվենտուսին եւ դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ 3-0 հաշվով հաղթեց Յուվենտուսին թիմը, աչքի ընկան իտալացի հարձակվող Ջանլուկա Սկամական, Քամալ Սուլեյմանյան եւ Մարիո Պաշալիչը։ Եվս մեկ ֆուտբոլային նորություն, որ Ատլետիկոն էլ 5-0 հաշվով հաղթել է եւ կիսաեզրափակում է Սևիլիայի Բետիսին հաղթեց 5-0 հաշվով եւ արդեն դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։ Եվ ինչպես բազմիցս նշեցինք, այսօրվա գլխավոր իրադարձությունը ձմեռային օլիմպիական խաղերի բացումն է, իդեպ այսօր մեկնարկող խաղերը տեղի կունենան կտևեն մինչև փետրվարի 22-ը, ընդհանուր առմամբ մոտ 3000 մասնակից են ունենալու օլիմպիական խաղերը, ինչպես նշեցինք եթերի սկզբում 5 ներկայացուցիչ ունենք Հայաստանից եւ հայտնի են նաեւ թե ովքեր են լինելու Հայաստանի դրոշակակիրները։ Կարինա Ակոպովա, Նիկիտա Ռախմանին սպորտային զույգն է խաղերի բացման պաշտոնական արարողության ժամանակ լինելու մեր եռագույնի դրոշակագիրը, նրանք նվաճել են Գեղասահքի զույգերի առաջին օլիմպիական ուղեգիրը իդեպ Հայաստանի անկախության պատմության շրջանում, առաջինը պայքարի մեջ են մտնելու իդեպ հենց գեղասահորդները, կարճ ծրագրի որակավորման փուլում նրանց մրցելույթը նախատեսված է հենց այսօր, այնպես որ բացի բացման արարողությանը հետևելուց արդեն կարող ենք երկրպագել մեր մարզիկներին եւ խոստանում ենք ձեզ յուրաքանչյուր օր հիշեցնել, եթե տվյալ օրը մենք ունենք հայ մարզիկ, ապա անպայման տեղեկացնել նրանց մրցելույթների մասին։ Մեդալների 116 հավաքածու է խաղարկվելու ձմեռային օլիմպիական խաղերում եւ 16 մարզաձևում են մարզիկները չափելու իրենց ուժերը։ Եւ հրաժեշտ կտանք ձմեռային օլիմպիական խաղերին ու 2 տարի անց արդեն Միացյալ Նահանգները կհյուրընկալի ամառային օլիմպիական խաղերը։ 23:00 եթե չեմ սխալվում արդեն հուշեցինք, այսօր երեկոյան կարող եք դիտել, իսկ մինչ այդ կարող եք օրը անցկացնել հանրային ռադիոյի հետ, ամեն ժամ տեղեկանալ թարմ լրահոսին, թարմ տեղեկատվությանը, ժամը արդեն 10:54, հուսով ենք, որ առավոտը օգնեցինք անցկացնել ուրախ եւ բարձր տրամադրությամբ։ Այո, եւ եղանակի մասին թարմացում էլ անենք, այս պահին մայրաքաղաքում արդեն -2-ից դարձավ +1 եւ ասենք, որ օրվա ընթացքում արդեն պահպանվելու է դրական ջերմաստիճան, այնպես որ դրական տրամադրվածությամբ էլ եկեք ճանապարհենք այս աշխատանքային շաբաթը։ You stepped inside with a vibe I ain't never seen. Yes, you did. Ooh, so girl, if you talk like you walk, come and talk to me. But look here, it would break my heart, break my heart, break my heart if I find out you can't move. You better show me now, show me now, show me now. 'Cause when I take it to the floor, ooh, you gotta get down. You know what to do. Hey, Mr. DJ, play a song of this pretty little lady. 'Cause if she dances as good as she look right now, I just might make her my baby. I just might make her my baby. Hey, I just might. Oh, I just might. But first, may I just say that your face got me so intrigued. I'm so intrigued. But what good is beauty if your booty can't find a beat? I don't wanna know, girl, so please don't do that to me. 'Cause it would break my heart, break my heart, break my heart if I find out you can't move. You better show me now, show me now, show me now. 'Cause when I take it to the floor, ooh, you gotta get down. You know what to do. Hey, Mr. DJ, play a song of this pretty little lady. 'Cause if
Da, da,